Բարի երեկո, եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հարկային քաղաքականությանը առնչվող հայեցակարգային հարցեր, ներկայացվել են նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման ի գործ ծրագրի մասնակիցներին։ Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը, նշել, որ շավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու պետական կառավարման համակարգի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն։ Այս տարի ծրագրին մասնակցում են 9 երկրներից, չնայած ծրագիրը մշակելու ընթացքում խնդիր է դրվել ապահովել հայրենադարձության 25%-ի թիրախ, վերջին տարիների ընթացքում ի գործ ծրագրին ավարտած մասնակիցների 70%-ը մնացել է Հայաստանում։ Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ։ Քննարկվել են հաջորդ տարի Երևանում կայանալիք կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական եւ բովանդակային հարցեր։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, ընդգծել, որ նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ մեծ պատիվ է, նաեւ պատասխանատու եւ պարտավորեցնող առաքելություն երկրի համար։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը Հայաստանի անունից ստորագրել է ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման մասին համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից դուրս որպես կանոն զարգացման ապահովման բաղադրիչ։ Համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից, ստորագրող կողմերի թիվը հասել է 134-ի։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև Իրաքի նախագահ Աբդ ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, խաղաղության ու կայունությանը վերաբերող հարցերի կողմերը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիկների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցեր։ Իսկ խորհրդարանում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Այսօր զեկույցներ ներկայացրել են Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ 2024 թվականի բյուջեով ի գործ ծրագրի իրականացման համար հատկացվել է ավելի քան 242 միլիոն դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է շուրջ 188 միլիոն։ Այդ ծրագրի շրջանակում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով ունենք 70% հայրենադարձություն։ Սա այն դեպքում, երբ 2019 թվականին ծրագիրը մեկնարկելիս որպես թիրախային ցուցանիշ են դրել 25%-ը։ Հայրենադարձվածների մեծ մասը սակայն աշխատանքի են անցել մասնավոր հատվածում, որովհետև ըստ Զարե Սինանյանի աշխատավարձներն այնտեղ ավելի բարձր են։ Ի գործի դեպքում, ինչպես շատ ծրագրերի դեպքում, մասնակիցների 50%-ը մոտ Ռուսաստանի հայերից են։ Եվ ի վերջո հայրենադարձության խնդրում դա եւս արտահայտվում է, այսինքն այդ 70%-ը, որոնք մնում են, դրանց կեսն էլ մոտ Ռուսաստանից են։ Իսկ մյուսները տարբեր երկրներից են, Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի ծախսերն էլ ավելի քան 285 միլիարդ դրամ են կազմել։ Բյուջեն սակայն թերակատարվել է։ Այս մասով նախ պարզաբանում ներկայացրեց ֆինանսների նախարարը Վահե Հովհաննիսյանի խոսքով թերակատարման պատճառը հիմնականում պայմանավորված է հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու բարելավման ծրագրի նախատեսվածից ցածր կատարողականով։ Ընդդիմադիրները դժգոհեցին կառավարությունը չի կարողանում ապահովել իր խոստումը և մինչև 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը շտապեց հանգստացնել մտահոգվողներին, ասաց, այն թվերը, որոնք գրված են կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն։ Ձեր թերահավատությունը տեսնելով ու մտահոգությունը ես արդեն առաջարկեցի մեզ միանալ այցերի, սա ամենայն լրջությամբ եմ ասում։ Երկրորդ բանը, որ կարող եմ առաջարկել, այդքան մտահոգեք, շինջոկատներ ձևավորեք, գնացեք օգնեք։ Չի կարելի ի վերջո այս գործընթացի հանդեպ այսպիսի վերաբերմունք ձևավորել։ Այդ դպրոցները, որոնցում մեր երեխաները սովորել են, առաջին հերթին անվտանգ չեն եղել, Տիկին Կյուրեղյան։ Ու սա մեր համար ոչ թե ինչ որ ցանկերում ինչ որ թիվ անելու կամ չանելու խնդիր, այլ մեր երեխաների համար լավ միջավայր ապահովելու, լավ կրթություն ապահովելու խնդիր է։ Ու ես խնդրում եմ այս ծրագրի հանդեպ այդ վերաբերմունքով հանդերձ ամեն դեպքում կամահրանքը ամեն դեպքում բացառել։ Ինձ համար դա ընդունելի չի ուղղակի։ Ժաննա Անդրեասյանը խոսեց նաև ատեստավորման ծրագրից։ Այս միջոցառման համար նախորդ տարի հատկացրել են ավելի քան 6 միլիարդ դրամ, ինչը 1.9 անգամ հավել է 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ այս տարվա ցուցանիշներն ըստ նախարարի շատ ավելի բարձր են։ Արդեն իսկ դիմել են բազմաթիվ ուսուցիչներ։ Առաջիկայում կտրվի հայտարարությունը կամավոր ատեստավորման դիմումների, ատեստավորման բուն գործընթացը նախատեսում ենք նոյեմբերին անցկացնել, ինչպես եւ նախորդ տարի, երբ առաջին անգամ անցկացրեցինք էլեկտրոնային եղանակով, այս տարի նույնպես էլեկտրոնային ձևաչափով ատեստավորման անցկացումը կապահովենք։ Իսկ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2024 թվականին ապահովել է 98.8% կատարողական։ Տիգրան Հակոբյանի ղեկավարած կառույցի բյուջեի ընդհանուր ծավալը եղել է մոտ 400 միլիոն դրամ։ Պետական տուրքերի գծով մենք գերակատարել ենք, այսպես ասած, պլանը 36 միլիոն էր պլանավորված, 34.3 փաստացի եղել, դա պայմանավորված է նրանով, որ արտահերթ որոշ լիցենզավորման մրցույթներ են եղել եւ նաեւ այլ եկամուտներ են ունեցել, դա իրավախախտումներից առաջացած տուգանքներն է 5.9 միլիոն, ավելի քիչ քան 2023 թվականին, դա պայմանավորված է նրանով, որ 2023-ին ունեցել ենք 64 վարույթ, իսկ 2024-ին 45 վարույթ, սա բացի ամեն ինչից վկայում է, որ մեր հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող հեռարձակողները շատ ավելի կարգապահ են դարձել եւ դա ես կարծում եմ նույնիսկ անձեն աչքերով շատ ժամանակ երևում է։ Տիգրան Հակոբյանի խոսքով հանձնաժողովն իր առջև դրված պարտավորություններն ու խնդիրները կատարել է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը օրենսդիրներին փոխանցեց նաև իր մտահոգությունը։ Հանձնաժողովն իր գործիքակազմով շարունակում է կարգավորել տեսալսողական հարթակների փոքր հատվածը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնում է, որ հունիսի 12-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Հալավերդի և Սպիտակ քաղաքների որոշ հատվածներում։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 12-ին ժամը 9-ից մինչև 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Հալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 1 2-34 բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճուղու առանձնատների գազասպառողների, Սպիտակ քաղաքի Ոփյան, Չարենցի, Շահումյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտություն եւ խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։